Հակաեկեղեցական սկանդալային ստատուսագրությունը այսօր վտանգավոր գործողությունների փուլ է մտցնում Նիկոլ Փաշինյանը։ Գարեգին երկրորդին վեհարանից վտարելու և կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու համար Հայաստանի վարչապետը համակարգող խումբ է ստեղծում։ Համակարգող խմբի անդամ կարող են դառնալ հայաստանյա ծառաքելական Սուրբ եկեղեցու այն հետևորդները, ովքեր a. իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը Հիսուս Քրիստոսին, b. գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը, g. վերջին 5 տարում գոնե մեկ անգամ պահել են մեծ պահքը, d. ամեն օր աղոթում են, հավատում են, որ Մայր Աթոռի նորոգման կարգը բխում է հայաստանյա ծառաքելական Սուրբ եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից և համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին։ Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության սրբազան պարտականությունը Փաշինյանը վերցնում է իր վրա։ Իր մեյլին կարող են գրել թե տղամարդիկ, թե կանայք, աշխարհիկ ու հոգևոր։ Պարտադիր պայման է, որ կուսակրոն հոգևորականները խախտած չլինեն կուսակրոնության ուխտը։ Մեր այս գործունեության ընթացքում գայթակղության բազմաթիվ խոսքեր են հնչելու, մեզ մեղադրելու են ամենատարբեր մեղքերում։ Այդ ամենին նայեք ձեր հոգու աչքերով, լսեք մեր կենդանի Տիրոջ, Հիսուս Քրիստոսի ձայնը և առաջնորդվեք ըստ այդմ։ Իրեն թունդ քրիստոնյա համարող Փաշինյանի այս ստատուսը կարծես բումերանգի էֆեկտ է ունենում։ Մեկնաբանությունների բաժնում հազարավոր ջղային էմոջիներ դրած մարդիկ կոչ են անում քայլեր ձեռնարկել կառավարության եւ խորհրդարանի շենքերը ազատելու եւ վարչապետի նոր ընտրություններ կազմակերպելու համար, որովհետեւ զգում են մարդիկ, քաղաքացիական բախումներ է հրահրում Փաշինյանը։ Տվյալ երևույթը բացեի բաց քաղաքացիական պատերազմ է հրահարում ու փորձում է երկիրը վերածել քաոսի, առանց եկեղեցու, առանց կրոնի ու առանց պաշտպանության զորքերի, որպեսզի թշնամին առանց որևէ խոչընդոտ գա եւ տիրանա մեզ ու մեր երկրին։ Սահմանադրական կարգը տապալելու կոչեր է անում Հայաստանի վարչապետը, ահա զանգում են ֆեյսբուքյան օգտատերերը։ Այս գրառումը պարունակում է մի քանի քրեորեն պատժելի արարք, սահմանադրական կարգը տապալելու կոչ, բռնության կոչ, կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելու կոչ, ցանկացած մարդ, որը սրան կմասնակցի, հետագայում կանգնելու է դատարանի առաջ։ Շատ լավ է, որ նաև հանրության մեծամասնությունը հասկանում է, որ դա սահմանադրական կարգի խախտում է, ենթադրյալ չէ, հենց հստակ սահմանադրական կարգի խախտում է, որովհետև մենք հստակ ունենք առաքելական եկեղեցու կարգավիճակը սահմանադրորեն ֆիքսված։ Խորհրդարանում նախկին շեֆի վրա հողորտացել է ՔՊ-ից հեռացած Հակոբ Ասլանյանը, որ ծանոթ է քաղաքական այդ ուժի ներքին խոհանոցին։ Վարչապետը ինչ է, չգիտեմ, ես արդեն ոնց բացատրեմ դա։ Իրավունք չունի, վարչապետը իրավունք չունի մտնելու հոգևոր դաշտ։ Ասլանյանը հայտարարել է, որ եկեղեցու դեմ արշավ սկսելով Փաշինյանը ցանկանում է հաճոյանալ Ալիևին։ Որպեսզի Ադրբեջանի նախագահը համաձայնի մինչև 2026-ի ընտրություններ կնքել խաղաղության պայմանագիրը, որն այնքան անհրաժեշտ է Հայաստանի վարչապետին աթոռը պահելու համար։ Նիկոլ Փաշինյանը մի ցանկություն ունի ամեն գնով խաղաղության այս պայմանագիրը կնքել, որպեսզի վերընտրվի։ Սա ամբողջությամբ տանում է միայն վերընտրման նորից իշխանության ուզուրպացման գործին։ ՔՊԱ-ական Նարեկ Գրիգորյանը վստահեցրել է, թե պատարագի 50 մասնակցից 49-ը սատարում են Փաշինյանի եկեղեցական գործերին։ Պատասխանատվում են այդ 50 հավատացյալները։ Չէ, կադրեր արա, բայց մի պատարագի, եկեղեցու պատարագի։ Իսկ նոր կաթողիկոս ինչպես է կընտրելու, պարոն Գրիգորյան։ Հավատացյալները եկեղեցում են, ՀՊ գրասենյակում չեն։ Կարելի է ոնց հարցադրումը ասում է հավատացյալների պատարագի ժամանակ ասում է ՀՊ գրասենյակում, այդ լուրջ է։ Մինչև վերջ է գնալու Փաշինյանը, կասկած չունի քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ Հայաստանի վարչապետին թվում է, թե խաղաղության պայմանագիր ունենալը հիմա հաղթաթուղթ կարող է լինել իր ձեռքում։ Մինչև ընտրությունները Ալիևը համաձայնվի Անկարայում կամ, չգիտեմ, Բրյուսելում կամ Փարիզում իր հետ խաղաղության պայմանագիր ստորագրի, որպես այդ խաղաղության պայմանագրի թուղթը ձեռքը վերցնելով ինքը տնետուն գնա, գյուղ գնա Հայաստանով, ասի, որ Ժորժ ջան, ես ձեզ բերել եմ խաղաղություն Ալիևից։ Եթե դուք հիմա իմ հետ չհամաձայնվեք, վաղը կլինի պատերազմ։ Ադրբեջանի ղեկավարի համար խնդիր չէ ստորագրել խաղաղության պայմանագիր կոչվող փաստաթղթի տակ ու հետո ստիպել Փաշինյանին փուլ առ փուլ լուծարել Հայաստանի պետականությունը։ Առաջանալու է այնպիսի իրավիճակ, որ դա
փորձակար է լինել նաև ամբողջ Հայաստանի հասարակության եւ քաղաքական դաշտի համար։ Եվ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ քաղաքական դաշտը զարթնելու է, որտեղ քնած է այսօր այդ քաղաքական դաշտը, միանշանակ քնած է եւ այդ հույսը ունի Նիկոլ Փաշինյանը եւ կողքի երկրները, որ այս քնած քաղաքական դաշտի պայմաններում իրենք կարողանան հանդարտ խաղաղ ճանապարհով կազմակերպել Հայաստանի պետականությունը, հետո այս ժողովրդին ստեղից վտարել, ինչպես որ վտարեցին արցախցիներին։ Փաշինյանի հակապետական քաղաքականության դեմ Բոզոյանի համոզմամբ կարելի է պայքարել միայն համազգային շարժում սկսելով։ Ես նաև Քաղաքագետը հորդորում է հայրենակիցներին եկեղեցու հովանու ներքո փողոցային պայքար սկսել, քանի դեռ Փաշինյանը իշխանական լծակներն օգտագործելով հակաեկեղեցական համակարգող խմբի հետ չի շրջափակել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Գայանե Մովսիսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։